Կլինի նույն հարցերը չտակ, որը որ վարչապետին տվել եք, որտեղ ինքը արդեն պատասխանել է, հղում եմ անելու իր վրա։ Ես լիովին կիսում եմ վարչապետի կարծիքը։ Բայց այդ խոսույթը հարիր է Պաշտոնյանին երկրի առաջին դեպքին, վարչապետներ, երկրի ղեկավարի մասին եք ասում, ասեք։ Լակոտներ, փախածներ, թռածներ, բռնելու եմ գծած։ Ես ընդհանրապես զարմանում եմ վարչապետի ներվերի վրա, ես կարծում եմ, որ դրանք, չգիտեմ, բետոնից են, երկաթից են։ Ես ընդհանրապես զարմանում եմ, որ ինքը դիմանում է այն ամեն ինչին, ինչի մեջով մենք անցնում ենք։ Ես օրինակ հաճախ չեմ դիմանում, եւ ես չեմ կարծում, որ ձեզանից յուրաքանչյուրը կամ մեզ դիտողներից յուրաքանչյուրը դրա կեսին կարող է դիմանալ։ Հարիր է արդյոք լրագրողին, որ ինքը չդիմանա։ Իհարկե ոչ։ Հարիր է արդյոք հայ տղամարդուն, որ ինքը չդիմանա։ Իհարկե ոչ, բայց բոլորս էլ մարդ ենք եւ վերջի վերջո այդ խոսույթը, այդ լարվածությունը, այդ ատելությունը դաշտ են բերել ընդդիմադիրները, որովհետեւ 2021 թվականից սկսած իրանք մեզ գնդակահարում էին, մեզ բանտեր էին նետում եւ վիրավորանքները թուրք դավաճան հողատուն, կարծես թե մենք չենք դրա շրջանառության մեջ։ Ես որ խնդրում եմ, ճիշտ հասցեատեր գտեք։ Մի րոպե, հերթով։ Բա այս ընթացքում, պարոն Սիմոնյան, 8 տարի ժամանակ կար, որ ասում եք պատասխանատվության ենք ենթարկվում։ Եթե բավարար հիմքերը կային այդ պատասխանատվության ենթարկելու համար, այս 8 տարի ինչ էիք անում։ Լսեք, նախ եւ առաջ բավարար չափով արդեն գումար եւ գույք է հետ բերվել Հայաստանի Հանրապետության բյուջե։ Երկրորդը, եթե օրինակ խոսում ենք մարտի 1-ի մասին, մարտի 1-ի հետքերը իրանք տարիներ են, տասնամյակ են ունեցել, որ թաքցնեն եւ քննիչը, որը որ գիտեք քրեական գործով անցնում է, փախած է եւ իրանք փորձել են կոծկել։ Հոկտեմբերի 27-ը պատմեմ ձեզ, որ մեկը պատմեմ ձեզ։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես, պարզ է, որ այդ մարտիկ պատասխանատվություն են կրելու մարտի 1-ի հոկտեմբերի 27-ի կեղծված ընտրությունների, ապօրինի գույքի, զուգանում մարդ սպանելու եւ այլ համար։ Սիմոնյան, ամեն դեպքում տեսնում ենք, որ վերջին օրերին հատկապես երբ վարչապետը իրենց սուր հակադրող կարծիք է լսում փողոցում, ծիրո եւ ջերմ խոսքերից զատ շատ արագ նույնիսկ դուրս է գալիս։ Մեր հարցը դրա մասին է, որ արդյոք հարիր է վարչապետին այնքան բռնկուն վարք դրսևորել է ասկարում։ Ես կարծում եմ, որ վարչապետը մարդկանց մոտ սեր, վստահություն վայելում է իր անմիջական հայ մարդու կերպարով եւ մարդիկ իրեն համարում են իրենց ընտանիքից մեկը, իրենցից մեկը եւ կարծում եմ, որ այն պատկերացումը, որը որ դուք ունեք քաղաքական գործչի, վաղուց երևի թե արդեն մի տասնամյակ է գոյություն ունի նաեւ աշխարհում։ Դուք կարող եք տեսնել դա Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Անգլիայում կարող եք տեսնել, Ֆրանսիայում կարող եք տեսնել, բոլորը մարդիկ են եւ ես խնդրում եմ ձեզ եւ խորհուրդ եմ տալիս, որպես մարդ, որը մի քիչ բարև ձեզ, որը որ մի քիչ կապ է ունեցել լրատվության հետ, թազա թեմա գտեք, որովհետեւ այդ թեման արդեն որևիցե մեկին չի ոչ գրավում է, ոչ որևիցե մեկից վանում է, այսինքն ես չեմ կարծում, որ մեկին դու հարվածում ես կամ ցավեցնում ես, ինքը դրանից բղավում է, դու պետք է, բայց հարիր էր, որ դու բղավեցիր, բայց դու սպորտսմեն ես, դու պետք է պինդ լինես, այդ ինչ խոսակցություն է։ Ուզում հասկանամ լրագրողներդ, որ դուք նայում եք ձեր գործընկերներ լրագրողներին, հարիր է այն ինչ որ անում են լրագրողները, հարիր է օրինակ, երբ որ լրագրողները հետապնդում են տարիքով բավականին մեծ կնոջը եւ սադրում են եւ վիրավորում են եւ ծանր իրավիճակի մեջ են դնում։ Ձեզանից որևիցե մեկը ազատություն ռադիոկայան դուք, Ֆակտոր ջան դուք, որևիցե մեկը դուք Եվրոմեդիա քննադատել եք այդ լրագրողական գործունեությունը։ Ես անկեղծ եմ հարցնում, պատասխանեք, դուք քննադատել եք մարդկանց հետապնդելը, մարդկանց սադրելը, վատ որևիցե, լավ, եկեք դուրս գանք այդ բանից, որևիցե լրատվական կայքի, լրագրողի վատ գործողություն երբևիցե ձեր ձենները դուրս է եկել։ Բայց մենք ինչի պիտի քննադատենք։ Ոայ, բայց ես ներողություն եմ, բայց ես իմ գործընկերոջը պետքա դուք ինձ հարց եք տալի, ես պետք է իմ գործընկերոջը քննադատեմ, դուք ջուրները բերաններդ հավաքած ձև անեք, որ ոչ լսում եք, ոչ տեսնում եք։ Գիտեք ինչի պետք է, հեսա կվերար, գիտեք ինչի պետք է քննադատեք, որովհետև դուք պետք է որ հետաքրքրված լինեք, որպեսզի նորմալ լրատվական դաշտ ձևավորվի։ Դուք կանոնագիրք ունեք, չէ՞։ Դուք կանոնագիրք ունեք, ես ճիշտ Մենք մեր կանոնագիրքի սահմաններում աշխատում։ Այո, լավ եք անում, դուք էլ ունեք կանոնագիրք, բայց ինչի՞ չեք քննադատում ովքեր որ կանոնա։ Լսեք, SMS-ով հոտված գրելը, ձեր կանոնագրքով, դու որ SMS-ով, ներողություն որ դու եմ ասում, դուք որ SMS-ով այս բան գրեք, նորմալ կլինի ձեր կայքի համար։ Լսել եմ ես ձեզանից, որևիցե մեկը ձեզանից լսել է, որևիցե քննադատական խոսք։ Դուք քննադատում եք իշխանությանը, ինձ Նիկոլ Փաշինյանի գործընկերոջ ասում եք, իսկ ձեր գործընկերը որ տենց է խոսում, քիչ է խոսում տենց։ Ես ասում եմ քիչ է խոսում։ Ձեզ թվում է լսեցի, ինչ եք ասում։
Մի րոպե, ավարտեցիք։ Այլ հարցում եմ այդ թեմայով։ Խնդրեմ։ Հնարավորության համանալի գործիք Պարոն Սիմոնյան, Կշտան բանկի բողոքի այս դրսևորումները ձեր գնահատմամբ ինքնաբուխ են, թե սրանք ինչ-որ կենտրոնների շահագրգիռ խմբերի կողմից Միանշանակ, որովհետև ատելության, քարոզչությունը այնքան է երկրում, որ գուցե քաղաքացիները ազդում են արտադրությամբ։ Միանշանակ ուղղորդված է, նաև դա նրանից որովհետև անելանելի վիճակի մեջ է հանդիմությունը, անելանելի վիճակի մեջ է, որովհետև ակնհայտ է, որ 3 ընդդիմադիր հիմնական ուժ համարվող կուսակցությունները իրանք խնդիր ունեն բանը անցնելու, եկեք էսկում, իրանք խնդիր ունեն բանը, մի հատ ուրիշ կամերայի դեմը կանգնեցիր հիմա, իրանք խնդիր ունեն շեմը նվազագույն հատելու, ակնհայտ է դա։ Ակնհայտ է, Գագիկ Ծառուկյանը մասնակցում է կուսակցությունով, որպեսզի 4%-ը իր ռեսուրսի հաշվին, հին ռեսուրսի հաշվին փորձի հատել, Հայաստան դաշինքը ակնհայտ է, որ չի հատելու 100,000 ձեն Հայաստանի Հանրապետությունը անհնար բան է դա, վստահ եմ դրա մեջ, դրա համար Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է կլխկոնձի տա, ՊՊԶ, բանանի, բարի խոսի, ասի, որ Դուալիպային է սիրում, վիրավորի, որ մենք իրան պատասխանենք։ Ուժեղ Հայաստան այդ կազմակերպությունն էլ ակնհայտ էր, որ իրանց այդ գաղտնիք, այդ շղարշը, որ եսին որտեղից ինչ-որ յանք եկել են, որտեղ ինչ-որ բան կա, այդ մարտին դա անցավ, հետո լուսերը տվեցին, տեսախցիկները միացրեցին եւ պարզ դարձավ, որ այդ մարտը ԴԹ-ի ուղղագրությունը չգիտի, ՂԽ-ի ուղղագրությունը չգիտի, հայերեն չի ճանաչում եւ ընդհանրապես բացի նրանից, որ ինքը չի կարող Հայաստանի Հանրապետություն որևիցե պաշտոն զբաղեցնել, այլ նաեւ պատկերացում չունի ինչի՞ց է խոսում։ Եվ ուստի ինչ ամնում տակը մնում է եկեք վիրավորենք, սադրենք, տեսնենք իշխանությունը ինչ է անում, որպեսզի լրագրողները հարցնեն, եկեք ագրեսիա ցուցաբերենք եւ այլը։ Հարց եմ տալիս ձեզ եւս մեկ։ Դուք ինչ մեկնաբանություն կտաք ձեր կայքերով ավտոմատները ուսներին դրած այն Ղարաբաղցիներին, ով առնվազն Ղարաբաղցու բանով էին, բարբարով էին խոսում, որոնք որ սպանությամբ եւ մահով էին եւ սեռական բնույթի հայհոյանքներ են։ Ես տեսնելու եմ, նայելու եմ, տեսնեմ, ձեզանից որ մեկը գնաց դրա հետևից, գնալու եք տեսնեք, որ ուժից է գալիս, որ ուժին են հարում, հարցնելու եք Քոչին, Սերժին, այն, չգիտեմ, այն մեկը չի պարզ չի կարող խոսա, չգիտեմ, ինչ-որ մեկին հարցնելու եք, ասեք, այսինքն ո՞նց է ալնելու, ատելություն եք բերում։ Ախր խոսքը մարդ սպանելու մասին չէ, դա պետականության դեմ ուղղված հանցագործության մասին է խոսքը։ Իրավապահները պիտի Լսեք, ես չեմ ասում գնացեք բռնեք։ Ես ասում եմ դուք հարցնելու եք մնացածին դրա մասին։ Դուք ձեր գնահատականը, ձեր հոդվածներով, ձեր նյութերով տալու եք ձեր մեկնաբանությունով, ինչպես դուք օրինակ, անձամբ դուք, երբ որ գնացել եք Կիրանց եւ կանգնել եք եկեղեցու մոտ, ասում եք, ահա այստեղ ընդամենը մի քանի մետր տարածքով անցնում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը, մեկնաբանություն եք տալու եք այդ մեկնաբանությունը այս պարագան, թե ոչ։ Իմ հարցը դա է։ Պարոն Սիմոնյան, կզացնելը, սատկացնելը դա ատելության խոսք չէ, որ քաղաքացիներին քանի օր է հնչեցվում է նման խոսույթը։ Դա ատելության խոսք չէ։ Նախ պետքա մի հատ գնաք Քոչարյանին հարցնեք, ասեք կզացած բառը ասելով ինքը ինչ նկատի ուներ, կարծես թե ինքն է գցել դա շրջանառության մեջ, դե քանի որ ինքը անգրագետ է, լսեք, դատի չի տալիս ինձ, տարբեր բաների համար դատի է տվել, 50 անգամ ասել եմ անգրագետ, դատի չի տալիս։ Հիմա քանի որ ինքը անգրագետ է, նախ եկեք ճշտենք, ինքը որ ասում է կզացած, որ sense բաներ է ասում, այդ ինչ նկատի ունի։ Նախ երկրորդը իրանք են, թող վերջացնեմ, վարչապետի խոսույթը, դուք վարչապետի խոսույթի մասին մի հարցրեք, որտեղ 5 րոպե առաջ դրա մասին խոսեց։ Նորից նույն բանը ասեմ։ Քաղաքացիներին է, չէ՞, սպանում քաղաքացիները։ Ուրեմն ես կրկնում եմ, ես միանում եմ որպես Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ, ես միանում եմ վարչապետի ասածներին եւ ես Ռոբերտ Քոչարյանին եւ մնացածին նույնպես կզացնելու եմ, քաղաքական, իրավական եւ բոլոր առումներով կզցնելու եմ։ Իրանց Հայաստանի Հանրապետության մեր երկրի, մեր ժողովրդի դեմ արածների համար ու վաղուց պետք է անեն։ Իրենց աջակիցներին ոչ մի բան չի սպառնում։ Սպառնում է այն, որ ես իրանց հետ պետք է նստեմ եւ խոսեմ, բացատրեմ, որ իրանք սխալվում են եւ իրանք մոլորության մեջ են։ Քաղաքացին մոտեցել է ձեզ եւ այլ կարծիք է հայտնել, այսինքն ով մոտենա եւ այլ կարծիք հայտնի, պետք է ասեք, որ ուղղորդված է, քաղաքացին իրավունք չունի այլ կարծիք ունենալ ձեր իշխանության։ Բոլորին ասում եք ուղղորդված են։ Չէ, ում եմ ասում ուղղորդված։ Օրինակ բոլորին, հլա ասեք, ում 3 հոգու անուն տվեք, բոլորից 3 հոգու անուն տվեք։ Չի եղել թե։ Ոչ, շատ են, ես 2 կնոջ հետ եմ խոսացել, Դավթաշեն թաղամասում,
շատ վրթովված խոսակցություն ա եղել, վերջում իրանք շատ վիրավորված եւ ես էլ շատ վիրավորված բաժանվել եմ, բայց իրանք ուղղորդված չէին, իրանք ցավի մեջ են, ես իրանք ցավը հասկանում եմ։ Իսկ դեզ ով ասեց, այդ նարատիվը հենց հետաքրքիր է, եկել է սատանի մայլեն, քանդերբազություն ես անում, ասում ես դուք բոլորին, ով ասեց որ բոլորին։ Լավ, հարգելիս, ես ձեզ խնդրում եմ, ես հեսա կվերադառնանք Տաշիրում, Սամվելը բոլորին, բոլոր բառը նշանակում է որ բոլորին, անխտիր բոլորին։ Ես ասում եմ 3 հոգու անուն տվեք, դուք կարողանում եք 2-ին տակ։ Այս անուններով չգիտեմ քաղաքացի։ Լավ, նկարագրեք, որ դեպքը նկատի ունեք, կարողանում եք նկարագրել։ Ստեղ եմ, հիմա ես կպատասխանեմ, ձեզ ժամանակ ունեք։ Մտածեք, կասեք, ասեք լսում եմ։ Սիմոնյան, մեկ հարցել, եթե կարելի է, եւ դուք հաճախ եք քննադատում լրագրողների, լրատվամիջոցների գործունեության։ Մենակ ես չէ որ քննադատում եմ։ Տելեգրամյան ալիքներով անդրադառնում եք, թիրախավորում եք եւ թերևս չտեսա օրինակ մի անդրադարձ, որ ասեիք, որ ինչքան տգեղ է, երբ լրագրողը կարող է քաղաքացու հետևից գոռալ տղամարդ չէ, սարի հարցերում կամ ոտքերից տակ մի Լրագրողներից մեկը օրինակ։ Չգիտեմ, անկեղծ չգիտեմ մասին է խոսքը։ Ինչի մասին է խոսքը։ Նախկինում Արարատ նյուզում էր աշխատում։ Ում մասին է խոսքը։ Նանե Իսրայելյանը։ Ես Նանե Իսրայելյանին ինչի պետք է մեկնա, ասում եք Արարատ նյուզում աշխատել, ինձ ինչ ես որպես Արարատ նյուզի ստեղծող, հիմա պետք է քննադատում, այդ մի դրվագին չեք անդրադարձել։ Ես չեմ տեսել այդ դրվագը, որ տեսնեմ կանդրադառնամ։ Ուղարկեք ինձ տեսնեմ այդ դրվագը, անդրադառնամ։ Բան չունեք դուք ասել։ Իվարկյան էլի, ԿՊ-ն կքննի կանոնագրքի համաձայն Փաշինյանի խոսքը, որովհետև քիչ առաջ ասաց թող ԿՊ-ն որոշի։ Դա մեր ներքին գործն է, մեր վարչության որոշելիքն է եւ մենք ընդհանուր այսպես ասած զրուցարան ունենք եւ հաճախ խոսում ենք եւ հաճախ հանդիպում ենք եւ բոլոր օրը նախ ամփոփում ենք եւ գալիք օրն ենք պլանավորում եւ դա մեր ներքին գործն է, ընդունում։ Պարոն Սիմոնյան, որոշեք։ Նարատիվների մասին խոսեցիք, վստահ եմ տեղյակ եք, թե կեղծ նարատիվների ինչ մի փունջ է նետվել քարոզչական դաշտ, մասնավորապես 300,000 ադրբեջանցիների վերադարձ, քաղաքական ուժերից մեկի լիդերը ընդհանուր 500,000 ադրբեջանցիների վերադարձի մասին է խոսում։ Ասում է, որ դուք նոր հողեր եք տալու, ասում է, որ մանկապարտեզներն ու դպրոցները կառուցում եք վերադարձող 300-ից 500,000 ադրբեջանցիների մասին, որ ընտրություններից հետո առողջության ապահովագրության ներդրված համակարգը չեղարկելու եք, մի խոսքով։ Իրանք սուտասան են։ Հիմա ես հարց եմ տալիս, կա մարդ այդ մարդկանց Սամվել Կարապետյանը, ով ասում է, որ նման պայմանավորվածություն կա, նման պլաններ կա, ստախոս է։ Թող Սամվել Կարապետյանը ինձ դատի տա։ Հիմա տարբերակը սենց է։ Կամ Սամվել Կարապետյանը ինձ դատի ա տալի, որտեվ ես պաշտոնապես հայտարարում եմ։ Կալուգայի Սամվել Կարապետյանը երբ ասում է, որ 300,000 ադրբեջանցի իշխանությունը պատրաստվում հետ բերել, նման պայմանավորություն ունի, նման բանա քննարկել, նման բանա մտածել, նման բանա, չգիտեմ, ինչ որտեղ խոսել, ես ասում եմ ինքը ստախոս է։ Ես իրան մեղադրում եմ ստախոսության մեջ։ Եթե ինքը այդքան պլոջիկ ունի, եթե ինքը այդքան իր մեջ վստահ, ես իրան առաջարկում եմ ինձ դատի տալ։ Կամ հակառակը լռել, որովհետև ամեն անգամ երբ ինքը խոսում է, իր վարկանիշը գավիժում է, մեր բանը վարկանիշը բարձրանում է։ Ես իրան առաջարկում եմ ինքը ավելի շատ խոսի։ Պարոն Սիմոնյան, թեմայից մի հարց։ Վարչապետը նախորդին դարձյալ Արցախի մասին խոսեց անկախների թեմային անդրադառնալով քաղաքացիական զրույց էր, ու հիմա անդիմությունը դարձյալ շարունակում ապնդել, որ պատրաստվում են նոր տարածքներ հանձնել Ադրբեջանին, սահմանազատական գործընթացի հետ կապված ինչ նորություն կա ու ինչպես կարձագանքեք այդ պնդումը։ Իսկ այն նախկինում որ պնդում էին, որ Տավուշը տվին, Տավուշը հանուն փրկության շարժում արեցին, եկան Երևան, բայքը տվին եւ այլն, տվին գոյություն ունի, գիտեք ինչ, չի կարելի հայ ժողովրդին, իրանց պրոբլեմն է, որ իրանք մտածում են, իրանք ամենախելոքն են եւ հայ ժողովրդին կարան գժի տեղ դնեն, հիմարի տեղ դնեն։ Իրանց պրոբլեմը դրա մեջ է կայանում։ Եվ իրանք կա գոյություն ունի փաստաթուղթ, որը որ հակառակ կողմի Ադրբեջանի կողմից ստորագրված եւ վավերացված է։ Հիշում եք ազգային ժողովում ձեր գործընկեր լրագրողները ասում են Ալիևը չի ստորագրել, ընդդիմությունները ասում են չի ստորագրելու, ստորագրեց, վավերացրեց։ Իսկ ինչ է այդ փաստաթուղթը։ Փաստաթուղթը նրա մասին է, որ Հայաստանի սահմանը եւ Ադրբեջանի սահմանը վերհանել են եւ այդ սահմանի ինչը գտնվում է մեր տարածքում հանդիսանում է Հայաստանի Հանրապետություն, ինչը Ադրբեջանին է։ Հիմա այդ համաձայնությունը իրավականորեն արդեն կա։ Գործնականում սահմանազատված է 12 կիլոմետր։ Նաև ամենօրյա խոսակցություններ, աշխատանքներ են գնում փոխվարչապետների մակարդակով շարունակության եւ մնացածի հետ կապված, այսինքն ամբողջական սահմանազատում անելու հետ կապված։
Հիմա այս անընդհատ այս նույն հիմարությունը կրկնել մարդկանց ուզենալ խաբելը ինչքան կարելի է։ Իսկ գործնական փուլ երբ կսկսվի, որ արդեն հողի ուզում ենք մեծ կտորներով, ուզում ենք որ հնարավորինս արագ անենք, բայց process-ները խանգարում են, նաև մեր նախընտրական process-ը, նաև տեսնում եք, որ հիմա մենք ինչ ենք ասում պատերազմի կուսակցություն են իրանք, որովհետև իրանք ասում են մենք գալու ենք վերանայենք, իրանք բառացի դա ասում են, Հիմա պատկերացրու, որ հակառակ կողմը ինչ է մտածում, ասում է՝ մի րոպե, հիմա պատերազմը ավարտված է, թե ավարտված չի։ Հիմա վերանայելու ենք սա, թե չենք վերանայելու։ Ինչա ձեզ թվում, որ մենք ինչ որ մտավախություն ունենք, հակառակ կողմը այդ մտավախությունը չի կարող ունենալ։ Դրա համար եմ ասում, այս երեքը եկել են, ուղղորդված են, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը մշտապես լինի պատերազմի մեջ, որպեսզի լինի կախված վիճակում լինի, որպեսզի մեր խոսությունը լինի այս մերնա, այն մերնա, կրեցինք, կրվանք լինի գործիք Հայաստանի Հանրապետության։ Բայց ասում են ուզում ենք, որ Հայաստանի համար առավել լավ պայմաններ լինեն այդ թղթով։ Լսեք, առավել լավ պայմանները որն է, երբ որ դու ունես քո երկիրը, որով որ դու անկախացել ես։ Ուզում հասկանամ, պայմանագիրը երկկողմանի է բոլոր 17 կետերով։ Առավել լավ պայման են ուզում, թող հարցրեք, ասեք, օրինակ, չգիտեմ, 5-րդ կետը դուք ինչ տարբերակ եք առաջարկում կամ վերջի հարգելիներս Հայաստանի Հանրապետության օրինական ընտրված իշխանությունը համաձայնեցրել է եւ պայմանավորվածություն է ձեռք բերել։ Ինչն ես ուզում ադրբեջանցիները դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, ջերմուկից։ Հարգելիս, ուրեմն վերադառնում ենք սահմանազատման, սահմանագծման խոսակցությանը։ Ադրբեջանցիներն էլ ուզում են հայերը դուրս գան այն սանտիմետրներից, որտեղ որ հայերը առաջ են։ Մենք էլ ուզում ենք ինանք այն սանտիմետրներից, որոնք իրենք են առաջ դուրս գան սահմանագծում, սահմանազատում, այդ գործընթացը դրա մասին է։ Բայց այն ժամանակ ԳՇՊՏ ասում էր կսովածանան, մի քանի օրից հետ կգնան։ Իրենք դա երբ են եկել։ ԳՇՊՏ-ն ասում։ Ասրյանը։ Կսովածանան ինչ կանեն։ Սովածանան հետ կգնան։ Ես անկեղծ ասած չեմ լսել այդ մեկնաբանությունը, բայց ես չգիտեմ այդ սովածանալը, ես ուրեմն այսքան խոսում եմ, պատմում եմ, ասում եմ, որ սահմանագծում, սահմանազատում, ասում եմ, որ Ալիևը ստորագրել է, ասում եմ պայման, ԳՇՊՏ-ը ասում էր, իրանք սովածան, արի քննարկենք գշսովածանալու հարցը։ Սա լուրջ չի։ Սա լուրջ չի։ Իսկ Տավուշում մենք ո՞նց դա արեցինք, իրանք որևիցե տեղից հետ չգնացին, հա, չգնացին։ Բա որ տենց բանը հարց չի, իսկ ո՞ց որ հեշտ հարց է։ Լսի, պայմանավորվածությունը ձեռք բերված է, թղթերը ստորագրված է, Ադրբեջանի նախագահան վավերացրել է ի հեճուկս ձեր բոլորի եւ ընդդիմադիրների խոսույթի։ Հիմա process է գնում եւ կտորներն է քննարկվում եւ քննարկումը ոնց են անում, ինչ են անում։ Այսինքն ինչ է ձեր ուզածը սրանից ավել, այսինքն ինչ կա, որովհետեւ չի արվել, որ մեր ընդդիմադիրները պետք է անեն եւ կարող են անել։ Իրանք ոչ մի բան չեն կարող անել։ Իրանց հետ ոչ մեկ չի բանակցելու։ Իրանցից որևիցե մեկ ուժի հետ ոչ մեկ չի բանակցելու։ Սամվել Կարապետյանը Եվրոպայում, աշխարհում ընկալվում է որպես ռուսական օլիգարխ, իրանց հետ ոչ մեկ չի բանակցելու։ Իր կապիտալը Ռուսաստանում է գտնվում, ինքը կախյալ վիճակում է, դուք պատկերացնում եք, որ ինչ-որ մեկ կարող է մի քանի միլիարդ դոլար փող ունենա Ռուսաստանում եւ ինքը անկախ լինի։ Ես կարծում եմ, որ նման նաիվ չեն։ Գագիկ Ծառուկյանը նույն իրավիճակում է գտնվում, իր տղան գտնվում է Բելարուսում, պատասպարվում է Բելարուսում, ով մնաց տակը, Ռոբերտ Քոչարյանը բաց հայտարարում է, որ ինքը Ռուսաստանի շահերն է ստեղ սպասարկում, իր բոլոր խոսույթները, չգիտեմ, կարող եք Ռասիա 24-ին միացնեք եւ Ռոբերտ Քոչարյանի խոսակցությունը, այս տպավորությունն է, որ նույնիսկ դժվարությամբ թարգմանում է եւ ասում է, իրանք կարողանալու են ինչ-որ բան խոսել, իրանց հետ ինչ-որ մեկը խոսելու է, բաց տեքստով Եվրոպայի լիդեր երկրներից մեկը ասեց, մի քանի տարի առաջ սկիզբանով չէինք գա մենք այս երկիր, հիմա տեսնում ենք ձեր առաջընթացը, այն ինչ որ դուք արել եք, իրանք կարողանալու են, իրանք եկել են, իրանք գալու են, իրանց հետ բերելու են պատերազմ, մեղադրելու են մեզ, ասելու են նախկիններն են մեղավոր, մեղադրելու են մեզ եւ Հայաստանի Հանրապետությունը իր անկախությունը լավագույն դեպքում կնվազեցնի, իսկ վատագույն դեպքում շատ վատ բաներ ալին են չունեն գուցե այդ է պատճառը, որ առաջին քաշում երաշխավորների ինստիտուտը, մասնավորապես Սամվել Կարապետյանի նկատմամբ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել եւ մի տեսակ
դժվար է Եթե ես չեմ պատկերացնել, սխալվում, եվրոպական երկրներից մեկն էլ է իր նկատմամբ հետախուզում հայտարարել, ինչ վերաբերում է երաշխավորներին, եթե նկատել եք ոնց որ երաշխավորների վրա այս վերջերս դրոններ են ընկնում,